Առաջին հայցապահանջը, որ ներկայացրել ենք դատարան, վերաբերվում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վերջինիս փոխկապակցված անձանց, զավակներին եւ ամուսիններին, ումից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում ենք բռնագանձել ընդհանուր առմամբ 23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ։ Ցանկանում եմ նշել, որ անշարժ գույքերից 19-ը գտնվում են Կենտրոն համայնքում։ Պահանջը ներառում է նաև 2 գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլարի եւ 985 միլիոն դրամով ձեռքբերված պարտատոմսերի արժեքը, ավելի քան 1 միլիոն 400 հազար դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդի իրավունք պահանջը, եւ պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձանցում մասնակցությունը, որոնցից օրինակ կնշեմ Toyota Yerevan ՍՊԸ, Nairi Insurance ապահովագրական ՍՊԸ եւ այլն։ Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի 8 միլիարդ 300 միլիոն դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք։ Այն ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3 միլիարդ 800 միլիոն դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ։ Այն նաև ներառում է ավելի քան 20 միլիարդ դրամ, որպես ապօրինի եկամուտների մնացորդի եւ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ ձեռքբերողներին փոխանցված կամ չնույնականացված գումարների հանրագումար։ Գործի քննությունը այժմ գտնվում է նախնական դատալսումների փուլում։